Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթ արևմտահարելով ամփոփելու ժամն է, ես Լուսիվանա Կարապետյանն եմ։ Երևանի մեջ տեղի ունեցած Օրբելի համաժողով կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի համագործակցություն խորագրով միջազգային համաժողովի շրջանակներն ներս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարած է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը փաստաթի հաստատված է։ Վարչապետին խոսքով խաղաղության հիմքի մեջ են 2024-ի մեկնարկած սահմանազատման գործընթացը եւ Ալմա-Աթայի հռչակագրով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը։ Անընդգծած է, որ Վաշինգտոնի մեջ ընդունված հռչակագրով եւ նախաստորագրված խաղաղության պայմանագրով հակամարտությունը քաղաքական առումով լուծված է։ Փաշինյանը նշած է, որ այսուհետև գլխավոր խնդիրը հասարակական եւ հոգեբանական ընկալումներն են, իսկ խաղաղությունը կպահանջի ամենօրյա խնամք եւ հետևողական աշխատանք։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, վերահաստատած է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Օրբելի համաժողով կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի համագործակցություն խորագիրը գրող միջազգային համաժողովի ընթացքին։ Վարչապետին խոսքով այսօր կարելի է արձանագրել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կան հաջողության պատմություններ, որոնց սկիզբը եղած է 2024 թվականին երկու երկրներում միջև մեկնարկած սահմանազատման գործընթացը։ Պիտի ուղիղ ասեմ, իմ հանձնարարությամբ մեր պետական մարմինները կազմակերպում են, ես անձամբ էլ մասնակցում եմ, կազմակերպում են տարբեր այցելություններ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մտավորականության, քաղաքական գործիչների, երբեմն կուսակցական գործիչների, երբեմն Սփյուռքի մեր հայրենակիցների այցելություններ, սահմանազատված կիրանց եւ հարակից հատվածներ ցույց տալու համար, թե ինչ նկատի ունենք մենք խաղաղության օրակարգ ասելով։ Եվ պիտի ուղիղ եւ անկեղծ ասեմ, հետագայում մենք նաեւ որոշակի մոնիտորինգ ենք անում մարդկանց տպավորությունների եւ արձագանքի վերաբերյալ, ես առայժմ չունեմ որևէ թեկուզ եզակի բացասական արձագանք այն ամենից, ինչ մենք տեղում ցույց ենք տալիս։ Վարչապետին խոսքով հաջողության պատմությունը շարունակված է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմէ սահմանազատման հանձնաժողովներու համատեղ գործունեության կանոնագարքի ստորագրումով, հետո նաեւ վավերացումով, ինչ որ դարձած է երկու երկրներում միջև առաջին միջազգային փաստաթուղթը։ Նիկոլ Փաշինյանը ընդգծած է, փաստաթուղթով արձանագրված է, որ երկրներում միջև սահմանազատման համար հիմնային սկզբունք պիտի լա Ալմա-Աթայի հռչակագիրը։ Սա ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման անկյունակարային մի կետ է, շրջադարձային մի կետ, որով երկու երկրները ըստ էության արձանագրում են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմաթի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունում են, որ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային սոցիալիստական ադրբեջանական հանրապետության տարածքի հետ, իսկ անկախ Հայաստանի տարածքը նույնական է հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքի հետ։ Եվ այս փաստը արդեն արձանագրված է նաև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում, ինչպես նաև Վաշինգտոնի հռչակագրում, որը արդեն հանրահայտ փաստ է։ Հաջողության մեծակույն պատմությունը ըստ վարչապետին օգոստոս 8-ին Վաշինգտոնի մեջ տեղի ունեցած խաղաղության կակատնաժողովն էր, որուն արդյունքներով ընդունվեցավ հռչակագիր եւ նախաստորագրվեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը։ Սա կարևոր եւ առանցքային արձանագրումն է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատվել է խաղաղություն։ Փաշինյանի քննադատանով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հագամարտությունը քաղաքական առումով լուծված է, խնդիրը ընկերահոգեբանական է։ Մեր հարաբերությունների առանցքային գործոնը եւ բնորոշիչը եղել է կոնֆլիկտը։ Եվ ըստ էության Հայաստանը եւ Ադրբեջանը անկախություն ստացել են կոնֆլիկտի ֆոնին, կոնֆլիկտի տրամաբանության մեջ եւ կոնֆլիկտից ըստ էության բխած էներգետիկայի շնորհիվ։ Եվ հետևաբար այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է եւ Ադրբեջանում եւ Հայաստանում, արտահայտվում է մամուլում, արտահայտվում է հանրային շրջանակներում, արտահայտվում է փորձագիտական շրջանակներում, արտահայտվում է անգամ երկրների առաջնորդության մակարդակում եւ մենք պետք է նաեւ այս երևույթի հետ հարաբերվելու ճիշտ բանաձևեր գտնենք։
Բեդության ղեկավարին խոսքով խաղաղությունը անձանոթ միջավայր եղած է Հայաստանի եւ Ադրբեջանի համար եւ խաղաղություն երևույթին հետ երբևէ չենք առնչված երկու երկրներու անկախություններն ի վեր։ Ըստ վարչապետին ընկերահոգեբանական խնդիրը հնարավոր է հաղթահարել քաղաքական առաջնորդությամբ։ Հենց քաղաքական առաջնորդությունը պետք է հստակ պատասխան տա մի հարցի. մենք ինչ ենք ուզում լինել, մենք ուզում ենք լինել պատմության սպառող, թե մենք ուզում ենք լինել պատմության ստեղծող։ Վերջին 2 տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող, ինչը ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը, բայց մյուս կողմից չմոռանալ պատմությունը եւ լինել պատմություն ստեղծող նշանակում է առնվազն չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ։ Վարչապետը ընդգծեց, եթե այսօր գործողություններու դրամապանությունն ու հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, ապա պիտի նշանակե, որ չենք հավատար խաղաղության։ Մեր տարածաշրջանը վերջին 100-ամյակներում եղել է կայսրությունների տիրապետության ներքո։ Եղել է Պարսկաստանը, եղել է Օսմանյան կայսրությունը, եղել է ռուսական կայսրությունը, դրանից առաջ արաբական տիրապետությունը, դրանից հետո մոնղոլ թաթարական տիրապետությունը։ Եվ ինչպես խորհրդային ժամանակաշրջանում ստեղծվում էին կիրովականներ եւ կիրովաբատներ, արաբական շրջանը ունի իր կիրովականներն ու կիրովաբատները, պարսկական շրջանն ունի իր ժամանակաշրջանի կիրովականներն ու կիրովաբատները, օսմանյան ժամանակաշրջանը ունի իր ժամանակվա կիրովականները եւ կիրովաբատները, եւ մենք պետք է զգույշ լինենք պատմության հետ։ Ընդհանրապես Հայաստանում ամենաշատ սիրված եւ քննարկված թեմաներից մեկը պատմական հայրենիքի թեման է։ Եվ վերջին տարիներին մեր կառավարության եւ անձամբ իմ արձանագրումը նրա մասին էր, որ եթե մենք պատմական հայրենիքի ընկալումը չփոխարինենք իրական հայրենիքի ընկալմամբ, խաղաղությունը պարզապես կփլուզվի։ Փաշինյանի դիտարկումով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համար վտանգավոր է փախստականներու վերադարձի եւ ներքին դեղահանվածներու օրագարկը։ Այս խնդիրը դարբեր շրջանակներու մեջ կբարձրացնեն թե Հայաստանի մեջ, թե Ադրբեջանի մեջ, բայց միաժամանակ կնշեն, որ երկու երկրներու քաղաքացիները կգրնան որոշակի հոգեբանական բարդություններ ունենալ միմյանց սահմանային եւ մաքսային ծառայություններուն հետ առնչվելու ադեն։ Նույնիսկ 20 վայրկյանոց կոնտակտը համարում ենք պրոբլեմատիկ, բայց հետո Հայաստանում օրինակ ասում են, որ Նախճեվանից տեղահանվածները, Բաքվից, Սումգայիթից եւ այլն մնացած պետք է վերադառնա։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի մեջ դարբեր մագարտակներու վրա կատարվող հայտարարություններուն, երբ կողմերը միմյանց տարածքներում մեջ գտնվող դեղանունները գանվանեն այն ձևով, ինչպես կուզեն։ Ինչքան Ադրբեջանում օրինակ հնչում է Բասարգեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ անունը կամ Կովսական անունը, եւ երբեմն Հայաստանում եւ Ադրբեջանում ընկալում եւ տեսնում եմ պատմության մի մասը միայն։ Հասկանալիորեն համարելով, որ պատմության այն մասը, որը բխում է այնտեղից լեգիտիմ է, այսինքն ամեն կողմը պատմության այն մասը, որը բխում է այնպես լեգիտիմ է, որը բխում է մյուս կողմից լեգիտիմ չէ։ Ճիշտ են ասում, թե չէ։ Այս հարցը ձևակերպելը եւ փորձելը պատասխանել այս հարցին ինքնին անհաջողության նախապայման է։ Վարչապետը ընդգծեց, գա խաղաղության մեկնագետ, որ երկու երկրներու սահմանազատման հանձնաժողովներու միջև ստորագրված համատեղ գործունեության կանոնագարկն է, որ ունի բարձրակույն իրավաբանական ուժ, անոր հաջորդած Վաշինգտոնի հռչակագիրը եւ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այս 3 փաստաթղթերի գոյությունն է, որ հիմք է տալիս ասելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն։
Վարչապետը կհամարե, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը այն կետին է, երբ պետք է իրականացնել արդեն իսկ փաստաթուղթերով արձանագրվածը։ Գործարքի էությունը հետեւյալն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա, այսինքն բացում են տարածաշրջանային կոմունիկացիաները արդեն իսկ հռչակված Վաշինգտոնի հռչակագրի հիման վրա, իրականացում են դելիմիտացիա արդեն իսկ համաձայնեցված կանոնակարգի հիման վրա եւ հանգիստ են թողում միմյանց։ Շատ պարզ բան։ Հանգիստ են թողնում միմյանց։ Այլ բան չկա անելու։ Ընդ որում ես ուզում եմ արձանագրել, որ այս տեսլականը նաև արձանագրված է նախաստորագրված խաղաղության համաձայնագրում։ Այս խաղաղությունը մեր ձեռքերով ստեղծված խաղաղություն է։ Սա եզակի դեպք է։ Մեր ասելով նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի։ Սա այն խաղաղությունն է, որ այո դժվարությամբ, բայց մենք մեր սեփական ձեռքերով ենք ստեղծել։ Եվ սա այն ընդհանուր արժեքն է, առաջին ընդհանուր արժեքը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը իրար հետ ստեղծել են։ Վարչապետը հավելեց, երկրներում միջև հաստատված խաղաղությունը ամենօրյա խնամքի գարիք ունի, եւ Հայաստանի կառավարության ու ժողովրդին կամքը այս հարցի մեջ անսասան է։ Ադրբեջանի հետ խաղաղության երաշխիքը ցերկվերված եւ աբակային ցերկբերվելիք պայմանավորվածություններու փոխշահաբեդությունն է Հայաստանի, Ադրբեջանի եւ դարաշրջանի մյուս երկրներուն համար։ Հայդար արտաքին գործոց նախարարը Օրբելի համաժողովը 2025 միջազգային համաժողովին։ Միզան անդադած կատարած է խաղաղության փաղադրիչներուն, երաշխիքներուն հաշտեցման գործընթացի առանձնահատկություններուն, տարբեր ուղղություններով ռազմավարական գործընկերություններու զարգացման, կենսունակության, ինչպես նաեւ դարաշրջանային եւ միջազգային այլ զարգացումներ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության երաշխիքը ոչ թե որևէ երրորդ երկիր է կամ խաղաղաբահ առաքելություն, այլ կողմերում միջև պայմանավորվածություններու փոխշահավետությունը։ Արձագանքած է արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը, կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի համագործակցություն խորագիրը գրող միջազգային համաժողովին։ Փոխշահավետությունն է, որը կարծում եմ հարատևություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին, որը կստորագրվի հռչակագրին, որը երկրների ղեկավարների կողմից ստորագրվել է, կանոնակարգի սահմանազատման, որը վավերացվել է մեր ազգային ժողովում, եւ մնացած բոլոր համաձայնություններին, որը վստահ եմ հնարավոր կլինի ձեռք բերել առաջիկայում։ Ոչ մի շահագրգռություն չի ունենալու Հայաստանը խախտել այդ պայմանագիրը կամ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու իմ պատկերացմամբ Ադրբեջանը խախտել այդ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու Թուրքիան խաթարել այդ գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ մնացած բոլոր երկրները եւս։ Միրզոյանի համոզմամբ խաղաղությունը Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորություն պիտի տա էականորեն բարձրացնելու ինքնիշխանության մագարտակը։ Ռազմաքաղաքական իմաստով, ռազմավարական ստրատեգիական իմաստով մենք կարողանալու ենք եւ արդեն կարողանում ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը, բայց մյուս կողմից իհարկե էս բազմաթիվ փոխկապակցվածություններն ու փոխկախվածությունները մեկը կարող է անվանել թեև ես խիստ վերապահումով կմոտենա այդպիսի գնահատական, մեկը կարող է անվանել ճիշտ հակառակ ինքնիշխանության պակաս, ես կարծում եմ, որ բոլորովին ոչ։ Դիվանագետը կարևոր համարած է Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններու շփումները։ Նախարարը այս շրջակցի մեջ նշեց, որ մեծ ուշադրություն կդարձնեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներու փոխայցելություններուն։ Մնում են հարցեր, որոնք դեռ ենթակա են կարգավորման, եւ օրինակ մեկը կնշեի հենց ձեր բարձրացրած հարցը քաղաքացիների միջև հարաբերությունները, քաղաքացիների միջև կապերը, երկու հասարակությունների միջև կապերը եւ նաև պետք է ընդունենք եւ այս մասին բարձրաձայն ասել է պետք, որ այդ հաշտեցումը ժամանակ է պահանջելու, այդ հաշտեցման կարիքը կա, բայց այս պահին ամբողջական, այսպես ասած, հասարակությունների մտավոր, հաշտեցման բացակայությունը, ամբողջական հաշտեցման բացակայությունը նաև օբյեկտիվ է, նաև պայմանավորված է հոգեբանական խորը տրավմայով, որ հասարակություններ ունեն, վերքերով, որոնք դեռ շատ թարմ են եւ
հաղթահարելու խնդիր կա եւ ժամանակ է պահանջվում։ Իսկ ինչպես կհաջողի Հայաստանը համաշխարհային արձագանումներու լույսի ներքո հարաբերություններ պահպանել բոլոր կողմերուն հետ։ Բանալին ըստ Միրզոյանի կառավարության ворթեգրած հավասարագշռման քաղաքականությունն է։ Միացյալ Նահանգներու Եվրամիության Ռուսիո հետ Հայաստանի ռազմավարական հարաբերություններեն զատ Երևանը խիստ կկարևորե հարևաններուն հետ հարաբերություններու ղեկավարումը։ Թուրքիայի հետ ունենք շատ ինտենսիվ երկխոսություն եւ շատ մեծ լավատեսություն ունեմ այստեղ, որ կարող ենք աստիճանաբար ուրեմն արդյունքներ գրանցել շոշափելի։ Եվ այսպես թվարկելով գնամ Կենտրոնական Ասիա մինչև Չինաստան, որի հետ ռազմավարական գործընկերություն կրկին հրճակեցինք եւ երկրների ղեկավարները ստորագրեցին ընդամենը 2-3 ամիս առաջ։ Պատասխանելով թուրք լրագրողի հարցման Միրզոյանը նկատել տվավ, որ եթե Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունները նախաստորագրած են խաղաղության համաձայնագիրը եւ խնդիրը հասարակություններու հաշտեցումն է, ապա Թուրքիո բարակային իրավիճակը ճիշտ հակառակն է։ Տասնամյակներով փակ սահմանների պայմաններում մարդիկ գնացել են, այցելել են իրար, առևտուր ա եղել եւ կա շատ շոշափելի Պրոբլեմն է նա եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել։ Թռիչքներ են եղել եւ այսօր էլ կան։ Պայմանավորվածություն կան ավելացնել թռիչքները։ Հիմա եւ դեպի Երևան եւ իմիջալոց դեպի Գյումրի եւ ըստ այդմ Թուրքիայի քաղաքներ Ստամբուլ, ենթադրում եմ Անկարա եւ այլն։ Թուրքիայի հետ խնդիրը եղել է, որ սահմանը եղել է փակ եւ դիվանագիտական հարաբերություններ չկա։ Հայաստանի արտաքին քաղաքական քերադեսչության ղեկավարը հագասություն չի տեսներ Շանհայի համագործակցության գազագերբության եւ Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու գործընթացներում մեջ, ինչ կվերապերի դարաձաշրջանեն ներս Միացյալ Նահանգներու ներգրավվածության եւ անոր ռուսական ու իրանական արձագանքին Միրզոյանը նկատել տվավ, որ Միացյալ Նահանգներու ներկայությունը հարավային Կովկասի մեջ նոր չէ։ Շատ լավ է, որ այնպիսի երկիր, ինչպիսին Միացյալ Նահանգները հետաքրություն ունի, սա նաև եւ տնտեսական բաղադրիչ ունի, բայց նաև քաղաքական նշանակություն եւ մեր բոլորի համար եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար նաև խաղաղության գործիքներից մեկն է դառնում եւ խաղաղության երաշխիքներից մեկը։ Եվ շատ լավ է, որ Միացյալ Նահանգների պես երկիրը հետաքրքրված է տնտեսական հետաքրքրությունում եւ մենք հիմնելու ենք ըստ ամենայնի հիմա նյուանսները բանակցում ենք Միացյալ Նահանգների, բայց իմ պատկերացման առնվազն պետք է կլինի հայ-ամերիկյան ինչ-որ ձեռնարկություն, որը կկառուցի այդ երկաթուղին եւ զբաղվի ամենօրյա մենեջմենթով։ Ասիգայր հերթին չի նշանակեր ենթակառուցվածքի նկատմամբ Միացյալ Նահանգներու վերահսկողություն։ Ենթակառուցվածքները պիտի լան Հայաստանի ինքնիշխանության դարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո։ Պաշտոնական Մոսկվան եւ Թեհրանը այդ պատճառով մտահոգություն չունին։ Միրզոյանը թուրք լրագրողին խնդրեց չօգտագործել միջանցքի զրույթը Հայաստանի դարածքով անցնող ջամփուն մասին խոսելու ադեն։ Հայաստանի արտաքին գործոց նախարարը հարավային Կովկասի մեջ փոխադրամիջոցային ուղիներու աբաշրջափակման շրջակցի մեջ կարևորեց Գարս-Գյումրի երկաթուղին վերակորձարկման մասին պայմանավորվածությունը Հայաստանի եւ Թուրքիո միջև։ Անկամ եւս դրական քնահատեց Ադրբեջանի դարածքով դարանցման արգելքին վերածումը։ Համաժողովին մասնակցող ադրբեջանցի փորձագետի հարցման պատասխանելով Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ թրույթ չկա։ Չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ եւ չենք բանակցում սրա շուրջ։ Մենք չունենք անգամ համաձայնությունների մասին, որ Հայաստանի սահմանադրությունը կամ Ադրբեջանի սահմանադրությունը, որը ըստ մեզ ենթադրում է որոշակի ակնարկներ կամ սպառնալիքներ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, մենք չունենք համաձայնություն, որ սա բանակցային օրակարգի մաս է։ Ադրբեջանի մեկ այլ փորձագետի հարցմանի պատասխանալ նախարարը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է նաև դարաձաշրջանային համագործակցությամբ, ներառյալ Հայաստան-Ադրբեջան-Վրաստան ձևաչափով։ Պայմանավորվածություն կա այդ ձևաչափով քննարկումները շարունակելու։ Ըստ Միրզոյանի կան հարցեր, որոնց շուրջ 3 երկրները կգրնան համագործակցել։ Ադրբեջանի նախագահի վերջին ձևակերպումները չեն տեղավորվի խաղաղության օրակարգի մեջ լրագրողներուն հայտնած արտաքին գործոց նախարարը։ Արարատ Միրզոյանը գոչուած է չի նայել անցյալի քարտեզներուն, այլ նայել իրական սահմաններուն։ Ես չեմ ուզում ոչ մեկի փաստաբանություն անել, բայց ձևակերպումը այդպես է, չէ՞, ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոբչան։ Չեմ կարծում, թե սա կարելի ասել, որ այսօրվա Սևան Ալևը ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոբչան։ Բայց միևնույնն է, ամենակառուցողական ձևակերպումը չի եւ իսկապես չէինք ասի, թե տեղավորվում է, հա, բանի մեջ, խաղաղության նարատիվի։ Ես էլ կարող եմ ասել, կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևան։ Չեմ էլ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որտեղ շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվի եւ հայկական տեղանուններ տեսնենք
մի քիչ ավելի լայն տարածքի վրա խոսենք կենտրոնական իրական Հայաստանի, իրական այսօրվա սահմանների, Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին, ասում ենք ապակառուցողական նարատիվներ, քայլեր, գնահատականներ, լավ, բայց մյուս կողմից եկեք նայենք իրականում ինչ կա։ Կա ստորագրություն Ալմատայի հռչակագրով սահմանների փոխադարձ ճանաչման եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ իմ համար որպես կառավարության անդամի սրա կշիռը անհամեմատ ավելի մեծ է։ Կա հայկական Հայաստան ուղևորվող բեռների անցում Ադրբեջանի տարածքով ադրբեջանական երկաթուղով։ Իմ համար սա անհամեմատ ավելի ծանր կշիռ ունեցող երևույթ է եւ քայլ։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում մեջ հնարավոր տեղաշարժերու մասին խոսված է Օրբելի համաժողով միջազգային համաժողովի շրջանակներեն ներս։ Թուրքիո խորհրդարանի նախկին երեսփոխան այժմ Քարնեգի հիմնադրամի գիտաշխատող Կարո Պայլանը նշեց, որ սահմաններու փակման գործընթացը կգրնասկսիլ արդեն 2026-ի սկիզբը, նախ երրորդ երկրներու քաղաքացիներուն, ապա երկու երկրներու բնակչության համար։ Փորձագետներու ընդհանուր դիտարկումը այն է, որ բաց սահմանները կգրնան իրական օգուտ բերել բնակչության եւ ամրապնդել խաղաղության գործընթացը։ Իմ երազս է անե որ այս սահմանը թող բացվի, օր առաջ բացվի։ 2026-ի հունվար փետրվարին զարգացումներ տեղի պիտի ունենան, ակնարկեց Թուրքիո խորհրդարանի նախկին երեսփոխան Հայազգի Գարո Փայլանը, որ այժմ Վաշինգտոնի մեջ կաշխատի։ Քարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամի գիտական աշխատագիծն է։ Դը երրորդ երկրների քաղաքացիները համար այս բացումը հունվարին, եթե ամեն ինչ լավ է, անգեհետ հուսամ քանի ամիսի մեջ Թուրքիա եւ Հայաստանի քաղաքացիներն ալ Թուրքիա եւ Հայաստան պիտի գրանան արդյալ։ Թուրքիա հիմա առաջ շարժել գուզե։ I think they would take it. Ես կկարծեմ թուրք հասարակությունը թրական կվերապերի խաղաղության գործընթացներուն, բայց չմոռնանք միշտ կան բացասական մարդիկ բացասական մտադրություններով։ Թուրք լրակրող վերլուծապանը փոխանցեց իր երկրեն ներս արգա դրամատրությունները, որքանով Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը պիտի արագացնե Հայաստան-Ադրբեջան խաղաղության ամբողջականացման լուրերու հարցման։ Յինանչը արձագանքեց. այդ հարցումը ինքալ որպես լրակրող միշտ կհնչեցնե։ As a commentator, Իսկ որպես վերլուծապան ես միշտ կսեմ ճիշտ հիմա է ժամանակը, որ Թուրքիան եւ Հայաստանը փանան իրենց սահմանները ոչ միայն երրորդ երկրներու քաղաքացիներու համար, այլ ես կգարձեմ, որ Թուրքիան եւ Հայաստանը պետք է անմիջապես փանան սահմանները բնակչության համար։ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան թրիփի ուղղությամբ քննարկումներ հիմա զուգահեռաբար բոլոր ուղղություններով աշխատանքներ կդարվին, պատմեց Փայլանը։ Թրամփի ջամփայի համար գարձեմ հունվարին զարգացումներ պիտի տեսնանք։ Օրերս Վաշինգտոնի մեջ միջոցառումը տեղի ունեցած է, որոնց մասնակցած են Հայաստանեն, Ամերիկայեն, Ադրբեջանեն եւ այլ հետաքրքրված ընկերություններու ներկայացուցիչներ։ Թրիփի շրջանագեններս համագործակցության մասին խոսելու համար ամերիկացի փորձագետը դեղեկացուց. «Անգգարձե Ամերիկան գրնա այնպիսի թեր ունենալ, որ երկու կողմերն ալ բավարարված լան արդյունքով»։ Եվ որ խաղաղության համաձայնագիրներու մեջ նախանշված սևագերբումները իրապես իրականանան։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ամբողջականացման հարցի մեջ Ամերիկայի թերը ըստ ամերիկացի փորձագետին եւ մարտավարական եւ կորձնական է, առանցքը նույնինքն թրիփ ուղին է։ Որ պիտի օգնե խթանելու տարածաշրջանային տնտեսական համագործակցության առաջին քայլը, կգարձեմ շատ լավ է, որ Միացյալ Նահանգները գաչակցի այդ առաջին քայլին, եւ հետո մենք կտեսնենք, թե ինչպես Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը պիտի գարենա միջնաժամկետ եւ երկարաժամկետ կդրվածքով ավելի կենտրոնակ համակերպվել տարածաշրջանին մեջ։ Որքան շատ լան երկրները իրարու հետ կապող ջամփաներն ու դարբերակները այնքան լավ փորձակետին քնահատականներ խաղաղության խաչմերուգին։ Գագարզիկ թե տարածաշրջանը ներս գրնալալ միայն մեկ կաբի նախագիծ կամ միայն մեկ ծրագիր, բայց ես կգարձեմ, որքան շատ տնտեսական համարկրում եւ շարժունակությունը լա, այնքան լավ ժողովրդին համար ադիկա պիտի նշանակե ավելի լավ աշխատատեղեր եւ մարդիկ կսկան տնտեսական օգուտ ունենալով ավելի շատ շփումներ հարևաններու հետ։ Ամերիկացի, թուրք, ադրբեջանցի, իրանցի 16 երկրները 50 փորձագետներ 2 օր Հայաստանի մեջ էին Օրբելի գետրոնի գազմագերբած խաղաղություն եւ բազմագողմանի համագործակցություն համաժողովին մասնակցելու համար։ Շուրջ 10 քննարկումներու առանցքը ենթակառուցվածքային մեծ նախագծերն էին ու Հայաստանի համարգումը այդ նախագծերուն։ I'm very happy that Ես շատ ուրախ եմ, որ Օրբելի կետրոնը հրավիրեց զիս եւ իմ լրակրող գործընկերներս, քանի որ ասիկա շատ արժեքավոր հնարավորություն մնե հասկանալու, թե ինչ տեղի կունենա ճանչնալու երկիրը եւ հարևանները։
I've been very impressed with this. Ես շատ դպավորված եմ այս համաժողովով։ Այսպիսին էր մասնագիտ երկրներու փորձակետներուն գարձիկը համաժողովին երկրորդ օրը։ We've heard from the Prime Minister and the Foreign Մենք լսեցինք վարչապետեն ու արտաքին գործոց նախարարեն Հայաստանի աբակային համարձակ տեսլականին մասին, որ ցույց կտա թե անոնք կրնան համագործակցել բոլոր հարևաններուն հետ եւ ավելի խորապես համարկվել ոչ միայն հարավային Կովկասի մեջ, այլև բազմաթիվ տարածաշրջանային միջանցքներու մեջ, հյուսիսարավ, արևելք, արևմուտք, ինչպես նաեւ իրենց ընկերներու հետ կենտրոնական Ասիո մեջ։ Դարբեր երկրներ է Հայաստան հասած փորձակետները թեև դարբեր հարցերու վրա, եթե անգամ դարբերող մոդեցումներ ունին, սակայն մեկ հարցի մեջ մոդեցումը ընդհանուր է։ Աբական պետք է լա փած կամ ավելի փած սահմաններով։ Սահմանները փանալու հետ կապված շրջանառվող մտավախություններուն փայլանա արձագանքեց։ Վախնալ պետք է կոց սահմաններ են, ոչ թե փած։ Թուրք վերլուզապանը ընդգծեց, փած սահմանները որևէ երկրի ազգային շահեր են կփխի։ Երևանի մեջ կայացած կառուցելով խաղաղությունը եւ բազմակողմանի համագործակցությունը քննարկման մասնակցելու եկած էին նաեւ ադրբեջանցի փորձակետներ։ Անոնք շեշտած են, որ խաղաղության գործընթացը չի գնար սահմանափակվել միան կառավարություններու մակարդակով անհրաժեշտ է անցնել հասարակություններու շփման փորձակետները մինչեւ սահմանամերձ բնակչություն։ Քննարկումներու գիզագետին էին դարձաշրջանային հաղորդակցություններու բացումը եւ տնտեսական փոխկապակցվածությունը ճանապարհներու, ուժանյութի գրիչներու եւ ենթակառուցվածքներու միջոցով։ Մեծ բադիվ է, որ գրծա Հայաստան այցելել։ Դահլիջներս կգտնվեր ադրբեջանցի փորձագետ Ռուսիֆ Հուսեյնովը, ով ողջունեց հայերեն Փարեվ ցեզով։ Մեկ ամսվան մեջ իր երկրորդ այցելությունն է Հայաստան։ Այս անգամ օրբելի գետրոնի գառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի համագործակցություն համաժողովին մասնակցելու համար։ Շուտով այս այցելությունները ալբիդի չզարմացնեն ու պիտի դառնան սովորական բան։ Երկու հասարակություններն ալ ծանր հոգեխոց ունեցած են, բادرազմ, դեղահանություններ, այլ փուլի անցնելու համար պետք է շփումը լա ժողովուրդներում միջև։ Ադիգա սկսած է փորձակետներու մագարտակով, վաղը գլա լրակրողներու մագարտակով, ապա սահմանամերձ շրջաններում մեջ ժողովուրդները կշփվին, որովհետև երբ մոդենաս սահմանին գա բնական փոխգախյալություն։ Այսիկա արդեն ադրբեջանցի մյուս փորձագետի Զաուր Շրիևի կարծիքն է։ Օրբելի գետրոնը այսպիսի միջազգային համաժողովներ կգազմագերբե 2019 թվականին ի վեր, բայց ադրբեջանցիները առաջին անգամն է, որ կմասնակցին, նաև ադրբեջանական լրատվամիջոց եկած էր Հայաստան լուսաբանելու համար։ Առհասարակ այս տարվա երկօրյա համաժողովը ավելի ծավալուն էր, 16 երկրները 50 փորձագետներ եկած էին Հայաստան։ Առաջին անգամ մեր ֆորումին մասնակցում են փորձագետներ Ղազախստանից, Ուզբեկստանից, Չինաստանից, Ադրբեջանից եւ արաբական Միացյալ Էմիրությունների մի շարք վերլուծական կենտրոնների։ Քննարկման առանցքի մեջ ենթակառուցվածքային մեծ նախագիծերն էին եւ Հայաստանի հարմարումը այդ նախագծերուն։ Բաց քննարկումներու ընդմիջումներու ընթացքին ադրբեջանցի փորձագետները նաեւ հայ լրագրողներու հետ խոսեցան, թե ինչ կնշանակի ադրբեջանցիներու համար անխոչընդոտ անցում ձևակերպումը, որ գա Վաշինգտոնյան համաձայնագրին մեջ հարցման բարձապանուն տալով ըսին, թե իրենք ալ հստակ պատկերացում չունին էլեկտրոնային համագարկ է թե այլ գործիքագազմ ժամանակը ցույց պիտի տա։ Կգարձեմ, թե Ամերիկայի պատասխանատվությունը պետք է լա օգնել Հայաստանին սահմանելու անխոչընդոտ անցումը։ Այսօր համար ժամանակ կբահանջվի։ Մենք չենք կրնար հիմա որևէ հստակ բան ասել։ Ադիգա Ադրբեջան-Հայաստան եւ Հայաստան-Ամերիկա բանակցություններու հարց է։ Ժամանակ կբահանջվի, որբեսի հասկանանք, թե գործնականի մեջ անխոչընդոտ անցումը ինչ կրնա նշանակել։ Ադիգա կրնա նշանակել էլեկտրոնային համագարկ առանց անձնական ստուգումներու կրնա նշանակել այլ գործիքագազմ։ Ադրբեջանական կողմեն բարբերաբար շրջանառվող Զանգեզուրի միջանցքի եզրույթն ըստ ադրբեջանցի փորձագետներու չունի բացասական երանգ։ Անիգա չի վերապերիր թրիփին եւ ի դարբերություն Հայաստանի, երբ մենք կսենք միջանցք, ադիգա չունի բացասական նրբերանգ։ Հայաստանի մեջ ըստիս այլ կերպ կընկալեն այդ միջանցք բառը, Ադրբեջանի մեջ այլ։ Ադրբեջանցի փորձագետները չմեկնաբանելով իրենց նախագահին նախորյեի հայտարարությունները առաջարկեցին կարդալ Վաշինգտոնյան հռչակագիրը։ Կգարձեմ, թե հարցը պետք է Ադրբեջանի պաշտոնադար անձանց ուղեք, սակայն եթե փորձագիտական գործիք կհարցնեք, կառաջարկեմ ստուգել Վաշինգտոնի հռչակագիրը, որ կվերապերի տարածքային ամբողջականության սահմաններու անխախտելիության երկուստեք ճանաչման։ Անոնք պատմեցին, թե Ադրբեջանի մեջ Հայաստանի հետ հարաբերություններու ղեկավարման հարցին շուրջ մոդեցումները դարբեր են։ Միևնույն ադեն մենք կտեսնենք, թե շատեր դրական դրամատրված են այդ ճփումներուն նկատմամբ։ Մեզի օրինակ լրատվամիջոցներու ներկայացուցիչները անշուշտ հարցեր պիտի տան Հայաստանի մեջ գտնվելու մասին։ Հիմա իմանալու դեղեկանալու ժամանակահատված է։ Հաջորդ անգամ, երբ հայ փորձագետները ուղևորվին Ադրբեջան, կգարձեմ նույն բանը դեղի պիտի ունենա։ Սորվելու իմանալու գործընթաց է երկուստեք։ Արդեն բաց քննարկման ընթացքին փորձագետը հայտարարեց, թե վերջին 3 տարիներուն երկու երկրների կառավարությունները խաղաղության գործընթացի ղեկավարումը իրենց ցերկը վերցուցած են խաղաղության պայմանագրի փոխանցությունը նոր գործընթացի էսքիզն է։
Ներկայիս խաղաղությունը բնորոշելու փուլի մեջ ենք, ադոր համար անհրաժեշտ են գործնական քայլեր։ Առաջին անգամ լալով կդեսնեմ իրական հնարավորություն Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի միավորման համար։ Այդ փոխկապակցվածությունը միայն մայրուղին երկաթուղին չեն, այլև վարելանյութ ուժանյութի գրիչներ։ Ժամանակը պիտի թրիփ ծրագիրը եւս ընդլայնի Ադրբեջանի կառավարությունն ալ այդպիսի խաղապար ունի, որ աբակային երբ Թրամփի ուղի նախագիծը ընդլայնի, ներառվի ադրբեջանական վարելանյութի արտահանումը դարբեր երկրներ, ներառյալ Հայաստան։ Հարավային Կովկաս տարածաշրջանը կա, բայց ձևավորված չէ։ Կովկաս հիմնարկի դնորեն Ալեքսանդր Իսկանդարյան օրինակով ներկայացուց ինչու ինչպես է։ Մեր ռեգիոնը գոյություն ունի, եթե դու նայում ես Վաշինգտոնից, եթե դու նայում ես Երևանից կամ չգիտեմ Բաքվից, Գյումրիից կարս, ինչքան է, 50 կիլոմետր կլինի։ Ստեից եղդիր, ես եթե հիմա դուրս գամ նստեմ իմ ավտո, գնամ եղդիր կոֆե խմեմ ու հետ գամ, երևի ճաշի ժամանակ կհասցնեի դա անել, բայց դա հնարավոր չէ։ Տարածաշրջանը գլա ստեղծված ու կենսունակ, եթե հատիկա հնարավոր է լանել, շարունակեց Իսկանդարյանը։ Ռեգիոնը մարդիկ են ստեղծում։ Ճանապարհային քարտեզը պետք է մինչև խաղաղության պայմանագրի նստորագրումը, նաև անգեյետ ավելի երկարաժամկետ։ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններու կարգավորման հարցին մեջ, նաև ադրբեջանցի փորձագետներուն էական նշանակություն ունի ամեն մեկ փառ, գործողություն եւ կամ անկործություն։ Իսկ այդ տեղն էլի կունին նաև փորձագիտական խումբերը, որբեսի ուղղորդեն ղարաբարություններուն, գապ հաստատեն հասարակության հետ, որբեսի փոփոխությունը լա շոշափելի, մարդիկ շոշափելի օգուտներ պետք է տեսնեն, իսկ շոշափելին, օրինակ տնտեսական օգուտն է ադրբեջանցի փորձագետին դիտարկումներ։ Խաղաղ գայուն անվտանգ եւ տնտեսական փոխկապակցվածությամբ տարածաշրջան կառուցելը Հայաստանի կառավարության քաղաքական ուղեկիցն է, հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Մենք վստահ ենք, որ խաղաղությունն ու բաց հաղորդակցությունը կարող են վերածել Հարավային Կովկասը համաշխարհային կամրջի, միավորելով շուկաները, մշակույթները եւ ժողովուրդները։ Ադրբեջանցի փորձագետները խաղաղության հաստատման իրենց տպավորությունները փոխանցեցին։ Աշտությունը վերջնաբադակ չէ, այլ ճամփորդություն է։ Պետք է սորվենք այդ ճամփորդության ընթացքին, նաև գրթենք։ Կառավարությունը շաբթվան նիստին ընթացքին 8.4 միլիարդ դրամ հատկացուց հյուսիս-հարավ մայրուղի Քաչարան-Աքարակ հատվածի շինարարության համար։ Վարչապետը նշեց, որ շինարարության թափերը բարձր են, իսկ Երևան-Գյումրի ճանապարհը քարնան փոխչությամբ պատրաստ պիտի լա։ Գործադիր իշխանությունը 3 հարտոբրոց-500 մանկաբարձ ծրագրի համար հատկացուց 1 միլիարդ 800 միլիոն դրամ։ Ուրիշ որոշումով մնալ պետական եւ համայնքային հողերու վաճառքը այսուհետև պիտի իրականացվի միայն էլեկտրոնային աճուրդով շուկայական արժեքով։ Ադրբեջանի տարածքով Ղազախական ծորենի երկաթուղային մուտքը Հայաստան վարչապետը կհամարե պատմական իրադարձություն։ Կսպասվի երկրորդ շարժագազմի մուտքը Ղազախստան, Ռուսիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երթուղիով։ Փաշինյանի խոսքով ասիգանայև Վաշինգտոնյան պայմանավորվածություններու իրագործման կարևոր հանգրվան է։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը առանց չափազանցության հենց այսօրվանից, հենց վաղվանից Մարգարայից դեպի Կորնիձոր ապահովել բեռնատարներ եւ հակառակ ուղղությամբ Ադրբեջանից Թուրքիա եւ Թուրքիայից Ադրբեջան, Մարգարայից Կորնիձոր երթուղով մենք լիովին պատրաստ ենք եւ բառացիորեն ցանկացած հիմա կես ժամից էլ բեռնատար մոտենա անցակետին, թե Կորնիձորի կողմից եւ թե Մարգարայի կողմից մենք պատրաստ ենք անցումը սպասարկել։ Հյուսիս-հարավ մայրուղիի 4-րդ հատվածի Քաչարան-Աքարակ 32 կիլոմետրի շինարարական աշխատանքներուն համար հատկացվեցավ 8.4 միլիարդ դրամ, 22 միլիոն դրամ Սիսիան-Քաչարան հյուսիսային հատվածի կառուցման նպատակով ազդագիր հողերու քնահատման չափակրման համար, 8.7 միլիոն դրամ Փարգուշադի Փաբուղիի նախագծի անվտանգության փորձակնության համար։ Չեմ հիշում այսպիսի դեպք, հույս ունեմ աչքով չենք տա, որ Ագարակ Քաջարան հատվածի մեր շինարարը, որը իրանական ընկերություն է, այնպես տեմպա ցույց տալիս, որը մեզ անծանոթ է։ Եվ ել եմ ասում, հույս ունեմ, որ աչքով չենք տա կամ անեն չի, որ մի բան գլխի չենք ընկնում, բայց արդեն իսկ ընդ որում շինարարության տեմպերը այնքան լավ են, որ տարբեր տեղերից այդ արձագանքը լսում են, ովքեր, որովհետև մարդկանց աչքի առաջ սենց շինարարություն հյուսիս-հարավը սենց կենթանանում ծնվում է։ Երևան-Գյումրի ճանապարհը, որը արդեն բյուրեղանում է, որ ես հասկանում եմ, որ դե ֆակտո մենք
այս տարի կավարտենք, կահավորումով, ճանապարհային նշաններով, գծանշումով եւ այլն, Գառնանը Երևան Գյումրի հատվածը ամբողջությամբ պատրաստ կլինի, չնայած այսօր արդեն երթևեկության համար լիարժեք ինքը պատրաստ է։ Նախագծի մասին մանրամասնեց փոխվարչապետ Խաչատրյանը։ Գային երկու հատվածներ, ուր այս տարի աշխատանքներ կընթանային։ Խոսքը 34 եւ 8 կիլոմետրանոց հատվածներու մասին է։ Ընդամենը 3 միլիարդ դրամի վճարումները պիտի իրականացվին եւ աշխատանքները մինչեւ դարեվերջ պիտի ամփոփվին։ Ներկայացվեցավ նաեւ Քաչարան-Աքարակ ծրագրի ընթացքը։ 10 միլիարդ դրամ ենք նախատեսել պետական բյուջեով, այստեղ իհարկե ֆինանսների նախարարության մեղքը կար, որովհետև սկզբից տկեր ներկայացել էր ավելի բարձր կանխատեսում, բայց ֆինանսների նախարարությունը անցյալի փորձը հաշվի առնելով չափավորել էր այդ ֆինանսավորման բաժինը, եւ մենք հիմա կանգնած ենք այն խնդրի առաջ, որ 8 միլիարդ դրամ պետք է ավելացնենք, որ այս տարվա համար կատարվող աշխատանքների նկատմամբ պարտք չմնանք։ 32 կիլոմետրանոց հատվածը 214 միլիոն դոլար արժեքով է իրականացվում եւ մենք այս տարեվերջին կունենանք 70 միլիոն դոլարի չափով կատարված աշխատանքներ։ 2027-ին կորձը մեծավ մասամբ ավարտած բիդիլլա։ Նախապատրաստական աշխատանքներ կընթանան Սիսիան-Քաչարան հատվածի մեջ։ Միջազգային գազագերբություններու հետ երկու հատվածներու դրամամիջոցներ դրամատրելու համար պայմանագիրները կնքված են։ Խոսքը Բարգուշադի Փաբուղիին մոդեցող հատվածներու մասին է։ Առաջիկայում պիտի հայտարարվի կառուցման մրցույթը։ Մոտ 9 կիլոմետր երկարությամբ թունելի կառուցման հետ կապված աշխատանքները, որոնք մեր նախարարությունը հիմա ֆրանսիական կողմի հետ է բանակցում, ստացել ենք նախնական առաջարկ եւ տեխնիկական եւ ֆինանսական առաջիկա 1 ամսվա ընթացքում պետք է նաեւ այդ աշխատանքները այդ առաջարկի վերաբերյալ մեր եզրակացությունը ձևավորենք եւ սա շատ կարեւոր է նաեւ որ ազդակ լինի մյուս երկու հատվածների համար, որ կարող ենք այնտեղ նույնպես աշխատանքներն արագացնել, որովհետեւ ի վերջո ճանապարհները միանալու են այդ թունելին։ Քաջարանից դեպի Մեղրի գնացող թունելի հատվածն է, որը միանալու է 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածին, այնտեղ էլ շատ լավ աշխատանքներ են հիմա ընթանում կառուցողին ընտրելու ուղղությամբ, մինչև տարեվերջ կունենանք նաև ընտրված կառուցող։ Բարգուշատի թունելի հարցում էլ արագ որոշում կայացնենք մեր անելիքների վերաբերյալ, որպեսզի արդեն անցնենք Սիսյանից Արտաշատ կտորի իրագործման աշխատանքներին։ Հյուսիս հարավը թանկարժեք նախագիծ է նկատել տվավ վարչապետը։ Այս ծիրեններ զնդկծելով դարեհաշիվի կատարման նկատմամբ դրամատրվածությունը թրական է։ Հոկտեմբերն էլ ենք արդեն ամփոփ է, մոտ 14%-անոց աճ ունենք։ Բյուջեի եկամուտների։ Այո, հարկային եկամուտների եւ դուրքերի մասին է խոսքը, այսինքն այդ բարձր աճերը, երկնիշ աճերը պահպանվում են, այդ թվում նաեւ հոկտեմբերին։ Այս պայի դրությամբ, եթե հոկտեմբերը ամփոփած ասենք, ամբողջ այդ ծրագրի 82%-ը վճարվել է, պետական բյուջեկան մուտք է եղել, այսինքն մեզ մնացել է 18%-ը ապահովել պետական բյուջեի մուտքեր հարկ վճարողների հետ միասին։ 1 միլիարդ 800 միլիոն դրամ հատկացվեցավ 300 դպրոց 500 մանկաբարձ ծրագրին համար։ 500 միլիոոն դրամը բահուստային ֆոնդ են։ Այս միջոցներ են 1 միլիարդ 761 միլիոն դրամ պիտի ուղղվի շինարարության ու կույքով ապահովման։ Ծրագրին 2025-ի դարեհաշիվը 125.4 միլիարդ դրամ է։ Հաջորդ տարի նախադեсված գումարը 150 միլիարդ դրամ։ Այսօր աշխատանքներ են տարվել, կառուցման եւ կապիտալ նորոգման աշխատանքներ եւ տարվում են 357 դպրոցներում, շինարարական աշխատանքները բանվարչապետ արդեն իսկ ավարտված են 60 դպրոցում եւ որոնցից 35-ը կառուցված, 25-ը նորոգված եւ պետք է նշեմ, որ ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում 258 դպրոցներում, որոնցից 153-ը կառուցող, իսկ 105-ը կապիտալ նորոգվող։ Եվս 39 դպրոցներու շինարարությունը սկիզբ պիտի առնե առաջիկա 3 ամիսներու ընթացքին։ Մինչև դարեվերջ գագնգալվի շահագործել եւս 50 դպրոց, մինչև 2026-ի սեպտեմբեր 151, 2026-ի դեկտեմբեր 31, եւս 47 դպրոց։ Ընդհանուր թիվը պիտի գազմե 308, 139 կառուցված, 169 հիմնանորոգված։ Վարչապետին մտահոգություններ թե դպրոցներու մեջ որքանով հատկապես մարզական եւ դարալուծարանային նոր քույքը օգտագործված, որակով կնպաստե գրթական գործընթացին։ Խնդիրը օրակարգային է, անհորտորեց չընկալել որպես մեղադրանք։ Մտնում եմ դպրոց, նորակառույց դպրոց, գույքը բոլոր հնարավոր գույքերը դրած է։ Մտնում եմ մարզական դահլիճ, տեսնում եմ թենիս սեղանը դրած է բասկետբոլի վահանակի տակ։ Ասում եմ հարգելին ես խեք ստեղ դրել։ Բա ոնց է, ասենք լավ, հələ հասկացա թենիս կխաղան երեխեք, բա բասկետբոլ ոնց են խաղալու։ Հիմա քիմիայի լաբորատորիաներում նաև խալաթներ են սպիտակ,
Սկզբից հա տեսնում եմ փաթեթների մեջ դրած, ասում եմ, բա ինչի է փաթեթի մեջ դրած, հետո հաջորդ տեղ դնում եմ, տեսնում եմ հանած է, բայց մեկ այլի փաթեթի մեջ այլի օգտագործված չի։ Այստեղ ես խնդիր եմ տեսնում։ Վարչապետը անհրաժեշտ համարեց կիրառել վերահսկողության կորձիկագազմեր նորագարույց դպրոցներում մեջ բադահականության սկզբունքով դասալսումներ պիտի կատարվին։ Պետք է գնանք չնախատեսված մտնենք քիմիայի դասի։ Տեսնենք լաբորատոր գույքը օգտագործվում է թե չէ։ Իհարկե ծրագրով մենք կտեսնենք նաև ինչ է այդ օրը, ինչ դաս է նախատեսված։ Ֆիզկուլտուրայի գույքը պատշաճ օգտագործվում է թե չի օգտագործվում, ֆիզիկայի լաբորատորիան, կենսաբանություն, աշխարհագրություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Որովհետեւ եւ պետքա տեսնեն, այնտեղ էլեկտրական սալիկներ կան, տարբեր, այսինքն գույք կա, որը շատ կարեւոր է եւ շատ այդ սալիկների վրա կարելի է սուրճ եփել, կարելի է դաս անել։ Ես չեմ բացառում, որ սուրճ էլ թողեփեմ, բայց դասը պարտադիր է։ Նիկոլ Փաշինյանը դեսչական մամնին նախարարության մարզբեդարաններուն, հանրագործության բաժիններուն ուշադրությունը հրավիրեց այս խնդրի վրա։ Ես վերջինս մտել եմ մի դպրոց, նայում եմ դաշնամուր չկա։ Ասում եմ դաշնամուր չեք ստացել, ասում եմ ստացել ենք, ասում եմ բա ուրա։ Ասում եմ բանալին հրբերեք, այդ բանի դահլիճին կից կա պահեստ, այդ պահեստում դրած է։ Հարգելիներս դա երեխեքի համար է։ Այդ դաշնամուրը դրած է, որ երեխեքը նվագեն։ Թող երեխեքը նվագեն, փչացնեն, թող տան ջարդեն, մի պահեք պահեստում, դրեք բեմերի վրա, բոլոր տեղերը, մարզպետներին եմ ասում, նախարարությանը, բոլոր տեղերը դաշնամուրները ստացված են, դաշնամուրները պետք է լինեն բեմի վրա կամ հասանելի տեղ։ Կառավարությունը փող է ծախսել դրա համար, որ այդ երեխեքը օգտվեն, նրա համար չի, որ գանք նկարվենք, PR անենք, ասենք, տեսեք, ցնցուղենք բան արել։ Սեպտեմբերի դվյալով 2118 ուսուցիչ կստանա 300-ին 400,000 դրամ վարձատրություն, 863-ը 400-ին 500,000, 109 500-ին 600,000, 22 ուսուցիչ 600-ին 700,000, 2 ուսուցիչ 700,000 դրամ եւ ավելի վարձատրություն։ Վարչապետը անդրադարձավ նաեւ շարքային զինվորական ծառայողներու վարձատրության։ Շարքային պայմանագրային 1559 զինվորական ծառայող կստանա 300-ին 400,000 դրամ, 1156-ը 400-ին 500,000 դրամ, 523-ը 500-ին 600,000 դրամ, 244-ը 600-ին 700,000, 31-ը 700,000 դրամ եւ ավելի վարձատրություն։ Հատուկ հետաքրքրվել եմ։ Արդյոք 700,000 եւ ավել դրամ վարձատրություն ստացող զինվորի պայմանները հասանելի են նաեւ մնացած բոլոր ցանկացած այլ զինծառայողի։ Իհարկե պարզ է, չէ, խոսքը զորատեսակի մասին է, ատեստավորման արդյունքների մասին է եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա նույնպես հասանելի է ցանկացած զինծառայողի։ Եվ սա նույնպես շատ կարևոր արձանագրում է, որը մենք պետք է անենք։ Ավելի քան 8000 ուսուցիչ թիմած է մասնակցելու հարաճիգա որակավորման գործընթացին։ Կառավարությունը ըստ վարչապետին ստեղծած է գործիքագազմ, ըստ որուն ամեն ուսուցիչ ինքը գորոշե վարձատրության չափը։ Հավանություն դրվեցավ այն նախագծին, ըստ որում pedagogan եւ համայնքային հողերը պիտի վաճառվին ոչ թե գալվածակրային, այլ շուգայական արժեքին, մեկնարկային գնով։ Պետք է իրականացվի գնահատում լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից եւ այդ գնահատված արժեքով դրվի աճուրդի։ Որոշ հողամասերի դեպքում, որոնք կարող են օտարվել արժեքի 50 կամ 30%-ի չափով, այդ դրույթները նույնպես հանվում են, այսինքն ամբողջական գնահատված շուկայական գնահատված արժեքով են դրվելու աճուրդի։ Էլեկտրոնային է լինելու, սակայն կառավարությանը թողած է լիազորություն օրենքի շրջանակներում սահմանել դեպքեր, երբ դա կարա լինի ոչ էլեկտրոնային աճուրդ։ Բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Համաշխարհային ինտերնետը կանջատվի, ոչինչ թող այդ գույքը չօտարվի։ Եթե միջև մի չի օտարվել դիմացել ենք, էլի կդիմանանք։ Եվ թոշակառուներինն էլ, բոլոր թոշակառուներն կբերեք 2 շաբաթ ժամանակ։ Բոլոր թոշակառուները թոշակը ստանում են միայն էլեկտրոնային եղանակով։ Հունվարի 1-ից թղթի փող չշարժվի թոշակների դեպքում։ Pedagogan քույք վաճառելու այլ եղանակ քան էլեկտրոնայինը գոյություն չունի։ Նյութը եզրափակեց վարչապետը։
Կառավարության նիստերի հետ լրագրողներու հետ զրույցին ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատած է, որ ավելի քան 30 տարվա ընդհանրեն երկ բեռներու փոխադրումը Ադրբեջանի տարածքով արդեն մեկնարկած է։ Վարչապետը նշած է, որ գործընթացը զարգացող է, արևդրային նոր հայտեր կներկայացվին եւ այժմ կքննարկվի նաեւ հագարակ ուղղությամբ բեռներու փոխադրումը Հայաստանեն, Ադրբեջանի եւ Վրաստանի միջոցով թեպի Ռուսիա, Ղազախստան եւ այլ երկրներ։ Փաշինյանի քննադատմամբ Ասիկա տարածաշրջանային կապերու բացման գործնական փուլ է, որ համահունչ է օգոստոսի 8-ի պայմանավորվածություններուն եւ գծեվավոր է փոխշահավետ փոխկապակցվածություն կողմերուն միջև։ Ադրբեջանով Հայաստան փոխադրված բեռը իրողություն է արդեն։ Վաշինգտոնի մեջ խաղաղության հռչակագրին նախաստորագրում են 3 ամիսի ետք արձանագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի քան 30 տարվան ընդհանուր են ետք Ադրբեջանով անցնող երկաթուղային ջամփայով նոյեմբեր 5-ի գիշերը Հայաստան մտած է 15 վագոն 1000 տոն ծորենով։ Որքանով ասիգա շարունակական պիտի լա ջամփուն վրա որքան բեռներ կան եւ հարաճիգային ինչ փոխադրումներ կնախադեсվին։ Լուրերու հարցման պատասխանելով վարչապետը շեշտեց, թե իրավիճակը անընդհատ կփոփոխվի, քանի որ նորանոր հայտեր կստացվին։ Սկիզբը նախադեсված էր, որ ղազախական ծորենը պիտի հասնի Հայաստան, ապա բարձվեցավ, որ Ադրբեջանը նման հնարավորություն կուտա նաև Ռուսիայեն եկող շոկեգարկերուն։ Հիմա Ռուսաստանից որոշակի ապրանքախմբերի այդ ճանապարհով Հայաստան արտահանելու վերաբերյալ ես գիտեմ, որ հայտեր են գեներացվում եւ ըստ էության ստացվում է, որ խոսքերը սկսում են վերադասավորվել եւ Ադրբեջանով Հայաստան հասնելու համար եւ մինչդեռ Ղազախստանի ի սկզբանե նախատեսված շարժակազմը դեռ տեղ չի հասել։ Այժմ ըստ վարչապետին գործնականի մեջ ալ պետք է բարձել, թե հագարակ ուղղությամբ ապրանքները ինչպես պիտի հոսին Հայաստանեն, Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսիա կամ Ղազախստան եւ ուրիշ երկրներ։ Դեղի ունեցածը կարևոր իրադարձություն համարելով Փաշինյանը անգամ եւս հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը։ Մարգարակորնիձոր եւ հակառակ երթուղով ապահովել թուրքական եւ ադրբեջանական բեռնատարների անցումը Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից Թուրքիա։ Ռուսիան հայտարարած է, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջը եւս 132 վագոն ծորեն պիտի ուղարկի Հայաստան։ Ռուսիո այդ աշխուժության անդրադառնալով Փաշինյանը ողջունեց ձայն եւ ընդգծեց, թե դեղի ունեցածը լիարժեք կհամապատասխանի օգոստոս 8-ին ետքի վերաբերյալ իրենց պատկերացումներուն։ Երբ որ օգոստոսի 8-ից հետո հնչում էին այդ թվում փորձագիտական գնահատականներ, որ Ռուսաստանի համար սա նեգատիվ զարգացում էր, Իրանի Իսլամական Հանրապետության համար սա նեգատիվ զարգացում էր, դիրքորոշում ինչ էր։ Մենք ասում ենք ոչ։ Այս որոշումը նպաստելու է այդ թվում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, ուր անհղում կգադարե ցարական ժամանակաշրջանի կարդեսներուն եւ հայկական բնակավայրերը կգոչե ադրբեջանական անուններով, նաեւ գխոսի ոչ թե թանկերով, այլ ինքնաշարժներով Հայաստան մտնելու մասին, արդյոք չեն հագասեր օգոստոս 8-ի պայմանավորվածություններուն։ Այս հարցին անդրադառնալով Բեդության ղեկավարը շեշտեց, թե մեջբերված նույն կարդեսը կրնա շատ ավելի աննպաստ լալ Ադրբեջանի համար, որովհետեւ հոն գա Հայաստան, չգա Ադրբեջան, բայց առհասարակ յետ երթալը դարբեր կարդեսներու անդրադառնալը Փաշինյանը անօգուտ գործ մը կհամարե, երբ արգայեն նոր ստորագրված փաստաթուղթեր։ Այսինքն որ այդ քարտեզի վրա Հայաստան գրած, Ադրբեջան գրած ինչ է նշանակում դա։ Դա ինչ քաղաքական հետևության է բերում։ Բայց եմ ասում, խալիֆայության շրջանում եղել է խալիֆայությունը։ Պարսկական տիրապետության ժամանակ եղել է Պարսկաստան։ Օսմանական տիրապետության ժամանակ եղել է Օսմանյան կայսրություն։ Բայց իմ ելույթում ասում էի, պարզ օրինակ է բերում, որ չբարթացնեն։ Կամ եմ ժամանակաշրջանը, որ Վանաձորի անունը եղել է Կիրովական, իսկ բանի Գյանջայի անունը եղել է Կիրովաբադ, ի՞նչ է դա նշանակում։ Եղել է, չէ՞։ Ի՞նչ է դա նշանակում։ Դրանց հետևությունը ի՞նչ է։ Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի դա, որովհետև կա 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված եւ նախաստորագրված փաստաթղթերը եւ կա 2024 թվականի սեպտեմբերի երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Այսինքն հիմա անկնել պատմական բանավեճերի ես էսա գրած եւ այդ բոլոր անունները ով ասել, որ այդ անուններն ադրբեջանական են։ Այդ անունները թուրքական են, պարսկական են, արաբական են, մոնղոլական են։ Բայց ի՞նչ է դա փոխում։ Ոչ մի բան էլ չի փոխում։
Այդ օրագարկը Փաշինյանը կհամարե վտանգավոր խաղաղության համար, շեշտելով, որ մեր առաջարկն է նաև պայմանավորվածությունը, որ պետք է թատրեցնել այդ մոտեցումը։ Ինչ կվերապերի ինքնաշարժներով Հայաստան քալուն, Փաշինյանի խոսքով խաղաղությունը անոր մասին է, որ Հայաստանեն մարդիկ գարենալ երթալ ինքնաշարժներով ներառյալ Բաքու, Ադրբեջանենալ ինքնաշարժներով գարենանքալ ներառյալ Երևան։ Բարձրաստիճան հոգևորականներու մասին հարցերուն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր հայտարարությունը։ Կաթողիկոսի եղբայրը Եզրաս arczepiskopos Ներսիսյանը, որ հայ առաքելական եկեղեցվո Ռուսիո եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ է, կորձակալ է։ Կարծում եմ, որ այն փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ է դարձնում, որ խորհրդային միության ժամանակներից այո նա հավաքագրվել է որպես պակ գործակալ եւ դա փաստ է։ Իսկ որ Եզրաս arczepiskopos-ին վերջերս բարգեւադրած է Ռուսիո նախագահը, Փաշինյանը չմեկնաբանեց, որևէ երկիր ազատ է բարգեւադրելու, որը որ գուզե։ Վարչապետը կզարմանա, ինչու փորձակետներուն, մասնակետներուն, մայրաթորի ներկայացուցիչներուն հարց չի դրվիր, եթե կաթողիկոսը զավակ ունեցած է, կուսակրոնության ուխտը ստանցներ է յետք, անգրնա կաթողիկոսը լալ։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի։ Հայաստանի այս առաքելական եկեղեցին այսօր չունի կաթողիկոս։ Կա մարդ, որը ապոնինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում։ Զուգահեռներ անցնելով վարչապետը նշեց, թե սահմանադրության համաձայն Հայաստանի վարչապետ գրնա ըլլալ վերջին 4 տարիներուն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձը։ Հիմա եթե ասենք օրինակ պարզվի, որ ես ուրիշ երկրի քաղաքացի եմ, եւ դրա հիմնավորումներն են անձնագիր եւ այլն, այդ պահի եւ այդ փաստի բերումով չեմ կարող ես վարչապետ լինել։ Նույն կերպ էլ կաթողիկոսը երեխա ունենալու բերումով չի կարող կաթողիկոս լինել։ Հովաննավանքի մեջ բادرակի ժամանակ ներկաներեն մեկը Փերանը կոծած դուրս հանելու մասին վարչապետը բացատրություն խնդրած է Պետական պահպանության ծառայությունեն։ Վերջինս նշած է, որ այդ որոշումը կայացված է նաև քաղաքացիին անվտանգությունը ապահովելու նկատառումով։ Որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել եւ դրա համար այդ որոշումը կայացվել։ Այն, որ քաղաքացիական պայմանագիր գուսակցության ընդրական ցուցակին վրա ընդգրկվելու համար պետք է վճարել գուսակցականները 5 միլիոն դրամ, անգուսակցականները 1.5 միլիոն։ Վարչապետը բարձրապանեց նորություն մը չէ եւ այդպես կվարվին, եթե ընդրությունը հերթական է։ Ու ընդրական ցուցակը արակացված կարգով ձևավորելու անհրաժեշտություն չկա, իսկ վճարված գումարը կներդրվի քարոզարշավի ծախսերը հոգալու համար։ Որևէ մեկը եթե տեխնացություն է առաջադրում, պետքա նաև ֆինանսական ներդրում ունենա, ընդ որում պարտադիր չէ անձնական, որովհետև մեր սկզբունքը հետևյալն է, որ տեխնացու լինել նշանակում է որոշակի առաջնորդություն։ Հետևաբար յուրաքանչյուրը կարող է կանխավարկածով իր միջավայրում, եթե անձամբ ինքը այդ որոշումը չի կայացնում, իր միջավայրում դրամահավաք կազմակերպել ընտանիքի անդամներ, ընկերներ եւ այդ ներդրումը անել։ Բահանջվող գումարը դարբեր է հավասար պայմաններ ապահովելու նպատակով, որովհետև գուսակցականները այս ընթացքին նաև անդամավճարներ վճարած են։ Հաշվարկված է, որ դարբերությունը մոտավորապես այդքան է։ Ղազախական ցորենով բեռնված շոկեգարքը ժամանած է Հայաստանն անցելով Ղազախստանի, Ռուսիո, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով։ Ցորենի բադագարումը Հայաստան հնարավոր դարձած է Ադրբեջանի կողմէ բեռնափոխադրումներու սահմանափակումներու վերացման արդյունքով, ինչ որ գնաբաստ է դարձաշրջանային հաղորդակցություններու վերականգնման եւ տնտեսական կորձակցության խթանման Վաշինգտոնի մեջ ցերկ բերված պայմանավորվածություններու ծիրեններ սկսվի կառավարության հաղորդակցության մեջ։ Դավուշի մարզի այրում կայարանի մեջ շոկեգարքի ժամանման ներկա եղած է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքներու նախարարը Դավիթ Խուդատյանը նշած է, որ ասիգա ունի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական կարևոր նշանակություն։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանին պատկանող Գովերու Բարդես կալվածքին շուրջ 2 տարի առաջ բարձրացված աղմուկը ոչ մեկ ձևով կթատրի։ Իսրայելական կողմը պատրիարքութենեն կպահանջե նոր գործարք մկնքել Երուսաղեմի իշխանության հետ, կալվածքը ուրիշներուն վարձակալության հանձնելու համար, բայց հայկական կողմը կմերժի այս առաջարկը։ Ամիսներու լարվածութեն է ետք Երուսաղեմի հայկական համայնքի մեջ արշալույսները խաղաղ են։ Գովերու Բարդես գալվածքի հայտնի գործարքին շուրջ վերջին զարգացումները չափավոր լավադեսություն կներշնչեն։ Խնդրի հանգուցալուծումը մոտ է։ Գովերու Բարդես անունով հռչակավոր գալվածի վերաբերյալ գործարքը ըստ երևույթին մեկնարկը դրված է անոր լուծարման, որովհետև մենք նկատեցինք, որ 2 տարվան լրութեն է ետք պատրիարքը ինչ պատճառներով սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներու հիմամբ հավաքեց իր շուրջ բոլոր միապանները, նույնիսկ անմիապանները, որոնց հետ
ինքը անձնական խնդիր ունի եւ երկար տարիներ ի վեր գծարային Սուրբ Աթորեն դուրս։ Երուսաղեմի Պատրիարքության միապաններու ընդհանուր ժողովը սեպտեմբեր 24-ին մերժեց Գովերու Բարդես գալվածքը վարձակալության հանձնելու նոր կորձարք գնքելու հարցը։ Հայկական գալվածքին 98 տարիով վարձակալության կորձարքին անօրինականությունը բացահայտել է յետք իսրայելյան ընկերությունը առաջարկած էր խնդիրը լուծել փոխզիջումային դարբերակով։ Մենք նկատեցինք հայտարարությունը, որ բավական ճիղ ուներ, երակ ուներ եւ գմիդեր սելու, որ Սուրբ Աթորը Երուսաղեմի թեմ է այս կորձարկին։ Սա անսպասելի էր շատերու համար, որովհետեւ գիտեք նման կորձարկներ գնկված են ոչ միայն այսպես խոսքի կամ միայն հողային հողադարածքի արևդուրի մոդեցումներով, այլ կան նաև քաղաքական ենթատեքստեր եւ թրթաբաժարներ։ Դե անշուշտ մեզի համար հստակ չէ թե ինչ process-ով առաջ պիտի գնա այս բոլորը, որովհետեւ կան որոշ գեդեր կորձարկի մեջ, այն կողմը, որ գհրաժարի կորձարկեն, ստիպված է այսինչ անել, այնինչ անել։ Հիմա ինչ որ վերջինը հայտարարվեցավ, որ փաստաբաններու խումբը պիտի հիմնվի, պիտի գազմվի հանձնաժողովը, որում մեջ պիտի լան նաև միապան հայրեր եւ պիտի հսկեն այս աշխատանքը, որբեսի կարողանան նվազագույն վնասներով դուրս գալ։ Երուսաղեմի հայ համայնքը գդրականաբես թեմեր փոխզիջումային դարբերակին ամիսներ դեված բայկար է յետք անոնք եւս լավադես են։ Ցավական հայտարարություն մնա մեզի համար մեր ցավական հայցերս, քանի ինգերությունը մեզ գայբանե եւ ասելով որ մենք անտիսեմիտիզմ գկաչալերենք եւ անտի-իսրայելյան բաժարներով որ կդարանք իմացենք եւ բայոնակրի թեմենք, ուրեմն այդ հայտարարությունը մեզ համար շատ լավ դրական դարձնում է, քանի մենք կդարաննես այդ հայտարարությունը նաեւ պիտի ներկայացնենք, ասելով որ ոչ թե միայն մենք որպես համայնք թեմենք այդ պայմանագրին, այլ նաեւ Իսրայելի հանդրության մեջ նաև բավական մեծ աստեցիկ ցաներ կան, որ հագարակ են այդ պայմանագրերով։ Թադական ուրիշ կորձընթաց մնալ գա Երուսաղեմի քաղաքային իշխանություններուն եւ հայոց պատրիարքարանին միջև։ Քաղաքային իշխանությունը գցանգա բռնականցել հայոց պատրիարքարանին գույքը, բաժարապանելով թե հոգեվոր գառույցը 1994 թվականին ի վեր չէ վճարած դարածքի վարձակալության հարգը։ Մինչդեռ պատրիարքարանն ու դեղվույն հայերը կբնթեն բահանջը անհիմն ու անարդար է եւ թադարանի մեջ կվիճարկեն կորձընթացը։ Բանակցություններ դեղի կունենան, քանի թադարանը ղրգած է երկու կողմերը բանակցություններում մասնակցել, արդյունքը պիտի հստականա դարվո վերջ, քանի թադավորը ժամկետ որոշել է, որ 2025-ի վերջն է, ուրեմն մինչ այդ մենք կսպասենք ադմիջանցիալ լուծման արդյունքները, ճիշտ ասած իրենք կքննարկեն թե հասուտապեր գալվածներու վերապերյալ հարգերը, ոչ գրոնական գալվածներու, այդ արժե նշել ոչ գրոնական գալվածներու համտերի հարգերը, այլ հասուտապեր գալվածներու վերապերյալը, ճիշտ ասած ես քանի մենք համայնքը չի խառնված այդ հացի մեջ ավելի մանրամասնություններ չունեն։ Տարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները Երուսաղեմի մեջ ազատած եղած է հարգերը։ Ըստ իսրայելյան օրենքին հարգային բարդավորություն ունին միայն այն հոգևոր կառույցները, որոնք արևդրային կորձունեություն կձավալեն։ Պատրիարքությունը արևդրային կորձունեությամբ չի զբաղիր, իսկ վարձակալության դրված գույքին շահույթնալ գուղե եկեղեցաբատկան գույքի բահբանման ու դբարանին դբրոցի ծախսերուն։ Այդ հարգերու սենք Թամոգլյան սուրը, որ հաջող մենք կլսենք թե Երուսաղեմի քաղաքապետարանը այսինչ համայնքին, այնինչ համայնքին տադի դված է վճարելու խնդիր կա։ Այս բոլորը քաղաքական ընդանուր համապատկերի մեջ են, բայց երբ կնկատենք, որ օրինակ վերջերս Երուսաղեմի աթորի ներկայացուցիչը մասնակցեցավ Իսրայելի նախագահի հետ հանդիպումին, դա ինչ կնշանակե, դա կնշանակե երկխոսության եւս մեկ առիթ, որբեսի կարողանան այդ բոլորը բարվոք ձևով լուծումի հասնել։ Իսրայելի թադարանը վերջերս անդրադարձած է հայցին։ Գայացված վճիրը չէ բավարարած Երուսաղեմի քաղաքային իշխանություններուն պահանջը։ Թադարանը բարդացրած է, որ կողմերը փնտրեն հաշտության եզրեր։ Մենք մոդեն գեհդեվին, իդնալով որ Երուսաղեմը եւ ամեն բան կարելի է բադայի գտնա քաղաքական ջնջումը գրնադես դանդեսական ջնջումը, բայց մենք մեր հայկարը բահբանելու համար հայոց գալվածները շարունակի հագարակ որ դարբեր ուժեր կան որ մեր ցել գործեն, մենք պետք է շարունակենք, քանի ասենք հայկական ասկային եկեղեցական գալվածները, որ պետք է ամեն քնով
պաշտպանենք որպես համայնք, որպես եկեղեցի եւ որպես ազգ։ Երուսաղեմի հայկական թաղամասի բնակիչները վերադարձած են իրենց առօրյային, սպասումով, որ դարիներու պայքարը ի վերջո բսակվի արտարությամբ։ Աշխատվան համար մենք պատրաստած էինք այսքանը, շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։